Ողջույն հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք քարոզարշավը, այս պահին գտնվում ենք Զվարթնոց թաղամասում եւ շփվելու ենք բնակիչների հետ, ներկայացնելու ենք մեր ծրագրերը եւ կուզենայինք, որ մարդիկ ակտիվ ներգրավեն ընտրական գործընթացների մեջ։ Զվարթնոցի սիրելի բնակիչներ, մենք հիմա բակ առ բակ այցելելու ենք ձեզ, այնպես որ հետևեք ուղիղ եթերին եւ ձեր բակում կարող եք մոտենալ մեզ։ Զվարթնոց թաղամասի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մեր ամբողջ թիմով մի հատ ողջունենք մեր Զվարթնոցի բնակիչներին։ Սիրելի բնակիչներ, մեր քվեաթերթիկը համար 4-ն է եւ օգտվելով առիթից, քանի որ մենք գտնվում ենք Զվարթնոց թաղամասում, մի այսպիսի հայտարարություն եմ ուզում անել, մենք ձեզ խոսք ենք տալիս, որ այսպես ասած Սատանի անիվ կարուսելը, որ ունենք այդ այգին, որը որ շատ անխիթար վիճակում է, խոսք ենք տալի, որ մեր ընտրվելու դեպքում, ձեր քվեն մեզ վստահելու դեպքում խաղահրապարակը կառուցելու ենք, դառնալու է շատ հետաքրքիր ժամանցի վայր։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է, անպայման մասնակցենք ընտրություններին, միասին որպեսզի ստեղծենք, սարքենք, ունենանք շատ հետաքրքիր խաղահրապարակ։ Մեր նշանակարն է միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի էջնություններ, Մայր Հայաստան կուսակցությունը մասնակցելով ընտրությունների ձեզ է ներկայացրել իր ծրագրի։ Ծրագրի կարևոր կետերից մեկը այն է, որ էջնացինը պետք է դառնա զբոսաշրջիկության կենտրոն, երբ որ Երևանից գալիս են զբոսաշրջիկները էջնացին, ապա պետք է լինեն զվարճանքի վայրեր, որակյալ հյուրանոցներ, որպեսզի Երևանից ոչ թե մտնեն էջնացին եւ վերադառնան, այլ 1-2 օր մնան այստեղ։ Իսկ ինչի համար են մարդիկ գալիս էջնացին, ինչով է էջնացինը տարբերվում մյուս քաղաքներից։ Էջնացինը մյուս քաղաքներից տարբերվում է նրանով, որ այստեղ է գտնվում Մայր աթոռը, համար հայության սրբության կենտրոնը, եւ բոլոր սփյուռքահայերը կամ արտասահմանցիները գալով Հայաստան ուզում են տեսնել այդ հոգեվոր կենտրոնը։ Իսկ այսօր ինչի է վերածվել այդ հոգեվոր կենտրոնը։ Սա արդեն այս իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որ արդեն ոչ թե հոգեվոր կենտրոն է, այլ խայտարակությունների կենտրոն է։ Եթե ապրում են միտումնավոր եղանակով, էջնացինը չի կարող թույլ տալ, որպեսզի այս սրբավայրը պղծվի այս իշխանությունների կողմից։ Սա պետք է կանգնեցնել եւ էջնացիները ունեն առաքելություն եւ այս ընտրություններով պետք է վերջ դրվի այդ խայտարակությանը։ Էջնացիները ձայնը տալով ընդդիմադիրներին, նաեւ համար 4-ին Մայր Հայաստանին իրենք ոչ են ասելու այդ սրբապղծությանը, այդ անօրինությունների, անօրինականությանը։ Բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին եւ ձեր բողոքի ձայնը դրանով բարձրացնել այս համազգային խայտարակության դեմ։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ եք ներկայացնում Մայր Հայաստան կուսակցությունը, որը ներկայանում է բանիմաց աշխատանքային փորձ ունեցող կազմով, որոնք որ անցել են տարիների համայնքային փորձով, գիտեն խնդիրները թե գյուղացու, թե քաղաքացու, թե հայրենակցի։ Սիրելի հայրենակիցներ, Մայր Հայաստան կուսակցությունը ներկայացել է ծրագրով, որը որ կներկայացնենք, կծանոթանանք, ունենք մեր ծրագրի մեջ ներառված է մանկապարտեզները դարձնել անվճար, տրանսպորտի խնդրի լուծում տալ, թափանող շների հարցը, որը որ շատ ակտուալ է այս պահին,
Ունենք բազմաթիվ ծրագրեր, սակայն այդ ծրագրերը կյանքի կոչելու համար մեր ձեզ աջակցությունն է պետք, որպեսզի աջակցեք մեզ միասին, միասնական կատարենք մեր ծրագրերը, կյանքի կոչենք, գործով ապացուցենք, որ մենք այո, եկել ենք այստեղ օգնելու հայ քրիստոնյային, էջմիածնեցուն, զվարթնոցին, բոլորս միասին, միահամուռ կերպով, նոյեմբերի 16-ին գնում ենք ընտրատեղամաս և կատարում մեր ընտրություններ։ Սիրելի կանայք, սիրելի հայուհիներ, ձեզանից է կախված մեր վաղվա սերունդը։ Դուք եք մեր հայ ծնողը, դուք եք հայ զինվորի ծնողը։ Հարգելի կանայք, ձեր ձայնը շատ մեծ նշանակություն ունի մեր համայնքի ընտրությունների և մեր հայրենիքի կայացմանը։ Այցելեք տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, որպեսզի չգողանան ձեր քվեր, որպեսզի ձեր ձայնը բարձրացվի։ Սիրելի հայրենակիցներ, եթե ուզում եք Թուրքին վերացնել, որպեսզի Էջմիածին ոտք չդնի, չպղծի մայր այդօր Սուրբ Էջմիածինը և մեր կրոնը, հարգելիներս, մենք այս պահին ունենք խնդիր կայացման լինել չլինելու, մեր կրոնի, մեր դարավոր պատմության, մեր Թուրքը ուզում է վերջ տալ, վերացնել հային, մենք այդ ամենը թույլ չենք տալու, դրա համար պիտի դառնանք մի բռունցք, նոյեմբերի 16-ին այցելեք տեղամասեր, կատարեք ձեր ճիշտ ընտրությունը, իսկ ընտրելով մեզ, մենք կապացուցենք ձեզ գործով, այլ ոչ թե խոսքով։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան։ Շնորհակալություն։ Ողջույններ Գյումրիից, հարգելի վաղաշաբաթցիներ, հարգելի Զվարթնոցի բնակիչներ, ես ներկայացնում եմ Գյումրու Մայր Հայաստանի թիմը, իդեպ մի բան նշեմ, որ Գյումրիում էլ Մայր Հայաստանը հանդես էր գալիս 4-րդ համարով, տեսակ ինչ արեցինք այնտեղ, ՔՊ-ին իշխանազրկեցինք, հիմա վաղաշաբաթից մենք ավելին ենք ակնկալում, վաղաշաբաթին քաղաքական այնպիսի հարված պետք է հասցնի նիկոլական խունտային, ՔՊ-ին, իր դրածոներին, որ դրանք ուշքի չկան։ Այստեղ լինելու է, որ ասում են Գյումրի 2 է լինելու, այստեղ լինելու է վաղաշաբաթ 1, դուք ավելին եք անելու, քան գյումրեցիները, հարգելի վաղաշաբաթցիներ, ձեզանից շատ մեծ բան է կախված, և մենք ակնկալում ենք, որ դուք կգնաք ընտրատեղամասեր, մեծ ակտիվություն կցուցաբերեք և քվեների հեղափոխություն կանեք և Նիկոլ Փաշինյանին ու իր դրածոներին իրենց տեղը ցույց կտաք վաղաշաբաթում, հետո արդեն համապետական ընտրություններում։ Գյումրիի Մայր Հայաստանի թիմը կանգնած է ձեր կողքին, իր աջակցությունն է հայտնում և ինչու ենք Գյումրիից եկել է հասել այստեղ, որովհետև մենք հասկանում ենք, որ սա վաղաշաբաթի ընտրությունները համապետական նշանակության ընտրություններ են։ Ձեզանից շատ բան է կախված։ Դուք կանգնեցնելու եք նիկոլական խունտային հենց վաղաշաբաթում Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում։ Այլ ընտրանք չկա։ Նոյեմբերի 16-ից հետո վաղաշաբաթը նոր արշալույս է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան։ Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը Համար 4-ն է, մեր կարգախոսն է միացիր, որ փոխենքը, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Զվարթնոցի հարգելի ընտրողներ, մենք բազմաթիվ ծրագրեր ենք ներկայացրել վաղաշաբաթ համայնքի հետ կապված։ Քիչ առաջ մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը արդեն ասաց, որ մենք կոնկրետ Զվարթնոցի խաղահրապարակի կարուսելների հատվածի հետ կապված շատ մեծ ներդրումային ծրագիր ունենք։ Մենք անճանաչելիորեն վերականգնելու ենք Սատանի անիվ կոչված այդ հատվածը։ Ունենալու ենք շատ շքեղ խաղահրապարակներ։ Այդտեղ իրենց հանգիստն են անցկացնելու ոչ միայն Զվարթնոցի բնակիչները,
այլ նաև Վաղաշապատի ժողովուրդը, նաև Երևանից են գալու, որովհետև մեր ծրագրով նախատեսված է շատ շքեղ զբոսավայր։ Մեր ծրագրում կա նաև տուրիզմի զարգացումը և Զվարթնոցը իր ուրույն տեղն է ունենալու այդտեղ, իր պատմամշակութային արժեքով և զարգացած ենթակառուցվածքով։ Կարևորում ենք նաև տրանսպորտի հարցը։ Զվարթնոցից դեպի Էջմիածնի կենտրոն, մյուս հատվածներ, մենք գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ կան։ Մենք դրանց լուծումներ ենք առաջարկելու։ Դրա համար նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը, մերժեք թուրք ադրբեջանական ծրագրով հանդես եկող քաղաքացիական պայմանագրին և նրան կցված 5-րդ շահասյանը Թուրքիայի։ Ընտրեք ազգային ուժերին, ընտրեք Մայր Հայաստանին, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Սիրելի Զվարթնոցի բնակիչներ, մենք մեր քարոզարշավը ինչպես գիտեք, իրականացնում ենք տնից տուն, բակից բակ, գյուղից գյուղ, տարբերակներով։ Մենք անմիջապես շփվում ենք քաղաքացիների հետ և ներկայացնում մեր ծրագրերը։ Այսօր էլ բացառություն չի լինելու։ Մենք իմացնելու ենք բակերով և նրանք, ովքեր ուղիղ եթերում հիմա հետևում են մեզ, կարող են գալ միանալ մեզ, տալ հարցեր, ստանալ իրենց ուզող խնդիրների պատասխանները և մեր մոտեցումները։ Այս պահին մենք արդեն կշարժվենք միասին և կշփվենք մեր քաղաքացիների հետ։ Միացիր, որ փոխեք, միացիր, որ փոխեք։ Արդեն մի քանի օր է Արդեն մի քանի օր է մենք կազմակերպել ենք մեր քարոզարշավը, միանշանակ մենք շփվում ենք մեր Վաղաշապատի բնակիչների հետ, անմիջական շփումով և ասեմ ձեզ մենք շատ գոհ ենք Վաղաշապատի խոսեցիք ծրագրերից, և Զվարթնոցում և նախավայրումը, ինչպես են ընդունում մանրամասնային ծրագրերի կարիքով։ Ուրեմն մեր ծրագրերը շատ են, մեր այսպես ասած, որ շեշտը դրել ենք մեր ծրագրերի են առաջնային ծրագրերից մեկը Վաղաշապատը սարքելու ենք տուրիստական կենտրոններից մեր Հայաստանի Հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը եւ քիչ առաջ նշեցինք, որ մենք քանի որ գտնվում ենք Զվարթնոց թաղամասում, Զվարթնոցը, այսպես ասած, ունի հին այգի, որը որ շատ անմխիթար վիճակում է, մենք Զվարթնոցի բնակիչներին խոսք ենք տալի, որ այսպես ասած Սադամի անիվ այդ այգին կառուցելու են եւ ժամանակակից ժամանցի վայր է դառնալու ոչ միայն Զվարթնոցի, ոչ միայն Վաղաշապատի, այլև ամբողջ հայության համար։ Անդրոյն եթե դուք Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի առաջին օրից դուք այսպես ասած մարտահրավեր եք նետում, որ դուրս գա եւ Էջմիածնում հայտնվի, այսպես քաղաքական բանավեճի, Փաշինյանը այստեղ չհայտնվեց, բայց հայտնվեց Հովանավանքում, քաղաքական հավաք կազմակերպեց Հովանավանքի տարածքում, եկեղեցի ինչպես է գնահատում Էջմիածնի միջոցառումը, միջոցառումը եւ արդյոք ճիշտ է այն գնահատականը Փաշինյանը պահպանվեց։ Նախ իրենք հայտարարք եղան, ամբողջ վարչական ռեսուրսը կիրառելով կարողացան մի քանի 100 մարդ հավաքել կամ 1000, բայց այդ խնդիրը քանակի մեջ չի։ Խնդիրը այն է, որ դա իրականություն է, դա եկեղեցի գործերի միջամտություն է, դա ապօրինություն է, դա թուրք ադրբեջանական ծրագիր է, ինքը Փաշազադեի հրահանգով է աշխատում եւ հարձակումը արդեն ոչ միայն նաեւ հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, այլ հարձակումը քրիստոնեության դեմ է, հայ քրիստոնյաների դեմ է, սա հակաքրիստոնեական շարժում է,
Նիկոլ Փաշինյանը ուզում է դավանափոխ անել հայերին, որովհետև ինքը ծրագիր ունի, որը հրահանգով է իրականացնում, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի Թուրքիայի տակ, իսկ Թուրքիայի տակ մտցնելու համար նաև պետք է հայերին դավանափոխ անի։ Արցախը հանձնեցին, հիմա ուզում են Հայաստանը հանձնել։ Այս առումով մենք կարծում ենք, որ այն ինչ որ տեղի ունենում Հովանաբանքում դա նիկոլական աղանդի միջոցառում է, դա խայտարակ էջ է լինելու մեր պատմության մեջ, բայց այդ պատմության էջը մենք պետք է թերթենք եւ ներդենք քաղաքական պահպանից։ Ինչ վերաբերում է վաղարշապատի ընտրություններին, ապա ես առաջ օրվանից էլ ասել եմ, ինքը եթե ռիսկ ունի, թող գա վաղարշապատցիների դեմ կանգնի, եթե իրենք չեն ամանչում իրենց կուսակցության ղեկավարից, չեն վախենում, որ խայտարակ վարկանիշումի, թող գա ընտրություններին մասնակցի, մենք սա համարում ենք քաղաքական գործընթաց, դրա համար մեր ամբողջ թիմը, Մայր Հայաստանի թիմը Երևանից, Գյումրիից, մյուս տեղերից բոլորս կանգնած են, ինքս անձամբ մասնակցություն եմ քարոզարշավին, որովհետև սա առաջին հերթին քաղաքական գործընթաց է, թող գա այստեղ կանգնեն, գլուխը բնից հանի, գա այստեղ մի հատ խայտարակվի, մի հատ էջնացությունները թքեն մենեն իրեն, ինքը հասկանա թե ինքը ով է, ընդ ինքը շատ լավ է գիտի, դրա համար եթե նկատել եք նրանց պաստառների վրա քաղաքացիական պայմանագիր կոչված այդ խունտայի լոգոտիպը երբ փոքր են արել շատ, անուններ կուսակցության էլի փոքր են գրել, որ մարդիկ մտածեն, որ այսպես մի հատ մինուճար տղա կա, որ ուզում է բան անել, համայնքի ղեկավար դառնա, բայց ես դրանց անունը դրել եմ ուրացողների դաշինք, մեկը հոր Արասն է ուրացել, մյուսը եղբոր Արասն է ուրացել, ուրացողների դաշինքով թուրքական ծրագիրը իրականացնելով եկել են Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, ուզում են ընտրություններին հաղթել, բայց ես կարծում եմ, որ համոզված եմ նաև, որ վաղաշապատցիները պետք է քաղաքական ապտակ հասցնեն ծրագրերին եւ քաղաքական աղբանոց ուղարկեն նաև վաղաշապատում, որովհետև սա շատ կարևոր նաև համապետական նշանակություն է ունենալու։ Նիկոլ Փաշինյանի այդ թիմակիցները, որ ասում են բանավեճի չեկան եւ այլն, բանավեճից իրենք են փախել։ Առաջին օրվանից վայրահաչում էին Դավիթ Կարապետյանի դեմ մեր ցուցակի ներկայացուցիչ, որը ծաղկունքի բազմամյա ղեկավարն է եղել ու ծաղկունք երբ որ այցելեցին ամեն տուն ներս էր գրավում մեզ եւ այդ մարդու վարկանիշը եւ հարգանքի պատիվը երևում էր։ Իրենք Դավիթ Կարապետյանի հանդեպ վայրահաչոցից հետո ստացան առաջարկ ուղիղ տետատետ բանավեճ վայրել, փախան այդ բանավեճից, հետո ասեցին եկեք թամաշայի մասնակցեք, այդ թամաշային մենք չենք մասնակցում այդ առումով, իսկ ինչ վերաբերում է բանավեճին, քաղաքական պրոցես է, թող գա Նիկոլը բանավեճի, եթե կարող է։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ընտրությունների համապետական, ասում է ժողովուրդը պետք է խաղաղություն իրենց խաղաղություն բերել է եւ եթե հավատանք իրենց բնդումներին, որ խաղաղություն է հաստատվում, ինչ կարող է Նա խաղաղություն չի հաստատված, գերիներով խաղաղություն չեն հաստատվում։ Սա մեկ, երկրորդը Հայաստանի տարածքներ կան օկուպացված, որ այսօրվա իշխանությունները ընդունում է, եթե խաղաղություն հաստատված է, ուրեմն այդ օկուպացված տարածքների հացը պետք է լուծվի, այլ ոչ թե միակողմանի զիջումների գնան։ Եվ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ գովազդում էին, որ Դուշանբեից հետո սկսել են չկրակել կամ քիչ կրակել, բայց դրանից հետո այնպեսի կրակոցներ ստացանք, որ հազարավոր զոհեր ունեցան։ Ինքը խաղաղություն բերող չէ, այդ մարդը ինչ ասում է, հակառակն է անում։ Խաբում են մինչև վերջ, խաբել է, խաբում է, շարունակելու է խաբել, սիրելի ժողովուրդ, չհավատաք Նիկոլ Փաշինյանին, ինքը ստի ակադեմիկոս է, ստի ռահվիրա է, կեղծիքի, դավաճանության, այս առումով մենք որևէ հիմքեր չունենք դրան հավատալու, ինքը սեղանի տակ մտած, ոչ թե սեղանի շուրջ նստած է բանակցում, սեղանի տակ մտած, նայում է թե ինչ հրահանգներ են տալիս իրեն Թուրքիան ու Ադրբեջանը եւ դա էլ իրականացնում են։ Այդ առումով ինքը ինչ արել է, հակառակն է արել, սկսած արագաչափերից, տեսախցիկներից վերջացած խաղաղություն բերելը, ինչ ասում է հակառակն է անում։ Առավոտներն էլ այդ կապիտուլացիաները, որ անում են, ասենք չէ, ինչ-որ մեսիջներ են ուղարկում, չգիտեմ, սրտիկներ են անում։ Այդ մարդը ինչքան սրտի կանի, այնքան ժողովրդի գլուխը ուտելու է։ Ճիշտ հակառակն է անում։ Եվ մենք սա փորձով տեսել ենք եւ հիմա էլ դրա համար էլ ասեմ, ռիսկ ունի թող գլուխը բնից հանի կամ մտնի վաղարշապատի ընտրության։ Թող ասի, որ այս տղան, այդ որ անցած ճանապարհը ուրացել է, ասի այս տղան իմ տեխնացուն է։ Եթե դուք ընտրում եք իրան, ընտրում եք ինձ։ Այդ տղան հիմա խափում է։ Մենք ինֆորմացիա ունենք, որ մարդկանց տարածում են, ասում են, որ ԿՊ-ի հետ ինքը կապ չունի, ինքը մեր մինուճար տղան է։ Եկեք իրեն ընտրեք, այդ Գյումրիում էլ հիշում եք, մեր Սարիկ էին անում եւ այլն, գյումրեցիներին նա թարս ապտակ տվեցին, ասեցին եկել եք սատանի մայլեն քանդրբազություններ կանում, այսինքն դու եք ուզում խափել։ Հիմա ստեղ նույնն են ուզում։ Խոյն էլ միացրել են, մտածելով որ խոյից իրանք ինչ-որ ձեներ ունեն, որ էջմիածնի չունեցած ձեներ են գումարել, ինչ-որ բաներ կարողանան անել, այն
ախոր հիշատակը պղծողն էլ կողքից կծվելու է, որ փաստորեն Երևանի մոդելը ստանան։ Երևանում խաբեցին ժողովրդին, քվեները վերցեցին ու հիմա երևանցիներին թալանում են բոլոր հնարավոր տարբերակներով։ Գյումրիում ապտակը ստացան, դիմեցին ռեպրեսիաների, եկել է հայտարարություն։ Հիմա այստեղ էլ ուզում են նույնը անել, բայց մենք Երևանում էլ ենք կոչ անում ակտիվ մասնակցել ընտրության, մարդիկ մի քիչ պասիվ մնացին ու նույնիսկ այդ պարագայում քրտում պարտվեց ու մեքենայություններով ու կուլիսային այդ անասնագողություններով դարձան իշխանություն։ Գյումրիում արդեն մարդիկ հետևություն արեցին, շատ բարձր մասնակցություն եղավ։ Հիմա Մայր Հայաստանը ասում է, որ արդեն երրորդ փուլն ենք եկել, որ պետք է արդեն իշխանական գծակները վստահել Մայր Հայաստանին, եւ մենք Ժորժ ջան, ոնց որ բոլոր տեղերում ենք աշխատում, 24 ժամ լինելու են քաղաքացու կողքով եւ մեր խոստումները ամբողջությամբ իրականացնելու են։ Եթե չիրականացնենք, դիմացը հանրապետական ընտրությունները դուք ձեր պատասխանը կտաք, բայց ես համոզված եմ, որ մենք իրականացնելու ենք։ Ես Մենք հիմա հարգելի քաղաքացիներ, Զվարթնոցի սիրելի բնակիչներ, ընտրողներ, շարունակում ենք մեր ընտրարշավը եւ հիմա գալիս ենք բակերով անցնենք շենքերի, ինչ վերաբերում է մեր ծրագրերին, ապա արդեն քիչ առաջ ասացինք, որ Սատանի անիվի հատված է 4 գալիս հոգա, էլի որ լքված տարածք է հիշացնում, մեր ընտրվելու պարագայում, մեր իշխանության լծակը ստանձնելու պարագայում ես անձամբ խոստանում եմ, մեր թիմը խոստանում է, այդ տարածքը անճանաչելիորեն վերականգնվելու է, շատ փայլուն միջազգային մակարդակի կենտրոն ենք դարձնելու եւ խաղահրապարակն է աշխործելու եւ հարակից տարածքն է հանգստի գոտի դառնալու եւ այն կողքն է մի հատ ֆուտբոլի դաշտ կա էլի լքված, էդ էլ ենք վերականգնելու, երեխեքը դուրս գան բակում խաղան։ Բացի այն, որ մենք ասում ենք, որ երեխեքի համար ծրագրեր կան, որ մանկապարտեզները անվճար պետք է դառնան եւ նաեւ խաղահրապարակների հարցը կլուծենք ու կոնկրետ Զվարթնոցը ստանալու է այնպիսի կարգավիճակ այդ խաղահրապարակը, որ մարդիկ մեծ հաճույքով գան այդտեղ հանգստանալու։ Սա մեր գլխավոր խնդիրն է լինելու, որ Զվարթնոցի այդ հատվածը վերականգնենք ու մարդիկ նորմալ հանգստի գոտիներ ունենան։ Հենց որ հիմա արդեն մենք այդ ամեն ինչը կներկայացնենք մեր բնակիչներին Զվարթնոցի, մենք արդեն եղել ենք այս թաղամասում եկեղեցու հետ կապված մեր ստորագրավակի շրջանակներում, հիմա արդեն նորից այցելում ենք իրանց արդեն մեր ծրագրերով։ Hamar Çor! Bay Hayastan! Hamar Çor! Bay Hayastan! Miyatir! 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 Kreativ Kammerschluss, Miyatir, Senin bana şapat suri, geçmiyazi, İmay hayastan. Bana şapat, ostanles dumel de bruzyan, Tapsi pochna, not by marivo kajtan. Bazı yedi bazı
ինքնասահմանություն գործարարների հետևում են ես աղավներից պատասխանատվից մենք Մայր Հայաստանն ենք վաղաշապատում հանալի ընտրություններին մեր քվեաթերթիկը համար 4-ն է մենք ձեզ առաջարկում ենք անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին, որոնք շատ կարևոր համապետական նաև նշանակություն են ունենալու։ Մենք մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի իշխանությունը, որը ոչ միայն համապետական, այլ նաև համայնքային մասշտաբով ձախողվել է, կոռուպցիան հալանը նույնիսկ իրենցով չեն կարողացել կոծկել, դրա համար գնացին փոփոխությունների, հետո դիմեցին աճպարարության, մտածելով, որ Խոյ համայնքում իբր թե ձայներ ունեն, Խոյ համայնքը միացրեցին Վաղարշապատ համայնքին, որպեսզի այնտեղի ձայներով փորձեն կոմպենսացնել իրենց չունեցած վարկանիշը էջմիացնում։ Այս առումով մենք Զվարթնոցի բնակիչներից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրություններին և կոչ ենք անում ձեզ քվեարկել Մայր Հայաստանի համար 4-ի օգտին։ Մենք բազմաթիվ նաև տեղական համայնքային նշանակության խնդիրների լուծումներ ենք առաջարկում։ Սկսած խաղահրապարակներից, վերջացած բակերի բարեկարգմամբ, աղբահանություն, տրանսպորտի խնդիր, մանկապարտեզները անպայման դառնալու են անվճար ժողովրդյան, սրանք մանկապարտեզները մենք հետ ենք պտտեցնելու այդ որոշումը։ Այնպես որ կոչ ենք անում ձեզ ակտիվորեն մասնակցել ու որպես Զվարթնոցի բնակիչներ դուք տեղյակ եղեք, որ Մայր Հայաստանի ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված այն Սատանյանի կոչված հատվածին, որը լքված է հիմա, լրիվ անբարեկարգ արմխիթար վիճակում է, մեր ծրագրով իշխանական լծակ ստանալու պարագայում մենք վերականգնելու ենք անճանաչելիորեն այդ հատվածը, կառուցելները սկսելու են աշխատել, մարդիկ նորմալ հանգստի գոտիք նետեր ստանալու, այնպես որ կոնկրետ զվարթնոցիները շատ մեծ շահառու են հատնալու Մայր Հայաստանի հաղթանակի պարագայում։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել, ծանոթանալ մեր ծրագրերին և քվեարկել Մայր Հայաստանի օգտին։ Մերժեք քաղաքացիական պայմանագիր կոչված խումբային ու նրան կցված թուրքական 5-րդ շարասանը, որովհետև սա նաև համազգային խնդիր է։ Այնպես որ մեր քվեաթերթիկը համար 4-ն է, սիրելի Զվարթնոցի բնակիչներ, եկեք ևս մեկ անգամ ողջունենք մեզ հետևող քաղաքացիներին, ժողովրդահարույց ես տեսնում բազմաթիվ երեխեք խաղալու տեղի չունեն այս անբարեկարգ վիճակը, մենք այս ամեն ինչը վերականգնելու ենք, վերակառուցելու ենք, եւ ձեզ էլ հնարավորություն ենք տալու նորմալ արժանավայել ապրելու համար։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխել, մենք համար 4 քվեաթերթիկն ենք, ժողովուրդ ջան, անպայման մասնակցեք ընտրությանը։ Մենք ձեզ տներն ենք այցելել, մեր հայրաքելական սուրբ եկեղեցու պաշտպանության համար այստեղից հազարավոր ստորագրություններ ենք ստացել, այնպես որ մենք համոզված ենք, որ դուք եք մերժում այս հակաքրիստոնյաների, այս թուրքական ծրագիրի իրականացնողների, և դուք եք ուզում նորմալ զարգացող համայնք ունենալ, Զվարթնոցն էլ երբեմնի փառքը վերականգնի։ Շատ շնորհակալ ենք, մենք նորից այցելելու ենք ձեզ, այնպես որ ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, Ես ընդհանուր եմ։ Ուրախ Թեմանյանը գնաց։ Հարկ Թեմանյան մի վարքան։ Խնդրում եմ երեք երեխաներին հրապարակցարքի դուք կան տանջել։ Մենք միջազգությունները իրավունք չունենք։ Բայց դրանտակ մեծ։ Միջազգությունները նայեք, դա հակաշարժ։ Այ բաց գիտեի կաշակ չեմ վերցնելու։ Չէ։ Չներից հետո ոչ մեկին դեպք Ինչ ասում։ Այս սաղ բակում ապրում։ Էդ մենակ ես։
Nor tabii verecek. Maddeleri. Nor elimden maddeleri. Ha? Müşterileri şey açmadım. Ասում խաղահարապարակը, խաղահարապարակը հիմա կառուցել է, մենք ծրագրով ենք ասում, եթե մեկ կանենք, մեկը տանենք։ Մենք փոխենք, մենք տարիներ բարակը մենք նկարենք։ Ոչ մեկի չեն Խոստան մեկ դառնեք դեպուտա, նորանում մեկ։ Հա, բաբուսում ենք։ Այլե, բոլորի։ Ասմարքին պահել, լեզուն մաղազնա, վայն մարդուն բորկորում նլարել։ Համար ազգի որ բաղանը որ ոչ պեք չի աղան։ Եվելտան, դեպուտատը ինչ է ծարել։ Հիմա չէ ծարել, միջև էս ինչ է ծարել։ Ով բաշան ինչ անենք, ու արտակը խովել եմ ասնել, ինչ է խոսել, իրարավ ամասել եմ, են կոմիզապասում են ես կոմիզապասում։ Ուղղակի դիր ալվա, այստեղ չի կամ, մարդատատուներ ոչ չեն ծարել, չեն կանում, չեն կուանալ, ոսում էի ագատիկ է։ Ես հիմա կտեցին Հա, աղյանի ինչ է։ Կերել է, Հետո է բան պահով է, ռազմաշատից եկավ ուղապետ է։ Հիմա դուք ինչ սրահներին եք, ձեր ընդդիմության սրահերին, ու այն, որ ասում եմ լավ կանեք, այն բատերին դատեք, որ ժողովուրդը հավատում է, մարդը եկեղեցին մի կեղծավոր է, ու հայ ժողովրդի, հայ գրական ու հեն է փոխեք, որ հարց են տարի համատանը բանասիրական ավակ, որ շուվանքի մանուած Միակ իմ մարդակ նույն չերազի այոր տանը վիրաստը սով են իրան ոչ նման շամարտած պաշտոն հետ մենք սրանց դեմ ենք դե այ դուք եք դուրս եկաք չեք հավատում որ մեկ եկաք Մենք սարքեք, չենք սարքել, մենք ունենք արտել է տները մենակ օպոզիցիան սրանց շնորհակալ ենք Արման Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Միացիր Որ փոխենք Միացիր Որ փոխենք Միացիր Որ փոխենք Միացիր 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 Մայր Հայաստան կուսակցություն գրաֆիկ համար 4 Միացիր որ փոխենք Սերին հավաշապատ սուրին Էչ միացին իմ այր Հայաստան Հավաշապատ որ
ես դու մեր դրբրության, դարձի կոշնար, նոր պայքարի ողջայության։ Ești miazin, mai Hayastan. Cam stelore, apeluțeam, tăhruțeam, e cheleșam, mă cohaci șușniuțeam. Sătura zi, cât-o habar, Զվարթնոց թաղամասի սիրելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մի հատ ողջունենք մեր Զվարթնոց թաղամասի բնակիչներին։ Սիրելի բնակիչներ, Մայր Հայաստանը ձեզ բոլորիդ կոչ է անում, անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք ծրագրերին, մեծ ծրագրեր ունենք եւ ծրագրերը իրականացնելու համար միանշանակ ձեր կվեն մեզ համար շատ կարեւոր է։ Միացի Միացի Ողջույն սիրելի Զվարթնոցի բնակիչներ, մենք այսօր ներկայացել ենք ձեզ մեր բազմաթիվ ծրագրերով։ Հիմա մենք գտնվում ենք ձեր թաղամասում եւ տեսնում ենք, թե ինչպիսի խնդիրներ ունի Զվարթնոցը, թե ինչպիսի անբարենպաստ պայմաններում են շենքերը, բակերը, խաղահարաբարակները, ունենք տրանսպորտի խնդիր կապող Էջմիածին քաղաքի հետ։ Հարգելի բնակիչներ, մենք այստեղ ենք, որ ձեզ հետ միասին, միահամուռ կերպով կյանքի կոչենք մեր ծրագրերը, դուք պիտի աջակցեք մեզ, որպեսզի մենք ապացուցենք մեր գործով։ Հարգելիներս, դուք կորցրել եք հավատը ամեն խոսքի, ամեն ինչի հանդեպ, բայց սակայն չպիտի կորցնեք հավատը մեր քրիստոնեության հանդեպ, մեր կրոնի, մենք դարերից եկած ազգ ենք, ոչինչ այնպես չի լինում, մեր Էջմիածնի շուրջ խոնարհված եկեղեցիները ապացուցում են, որ մենք քրիստոնյա ենք, որ մենք Քրիստոսի զավակներն ենք, եւ ուրեմն բոլորս միասին պետք է ապացուցենք ամբողջ հայությանը, որ մենք ունենք կամքի ուժ, որ մենք ենք Տերը մեր եկեղեցու, մեր կրոնի, մեր քաղաքի, ինչպես Գյումրին, այնպես էլ մենք պիտի ապացուցենք մեր ուժով, մեր խոսքով, մեր գործով, մերժենք թրքահաճել իշխանություններին, թույլ չտալով նրանց
գործողություններին, թույլ չտալով նրանց, որպեսզի նրանք վերացնեն մեր ազգը, մեր կրոնը, ոտնահարեն, հարգելիներս, ձեզանից է կախված, յուրաքանչյուրի քվեն շատ կարևոր է, եւ ուրեմն բոլորս միասին, որպեսզի փոխենք, գնում ենք օտրատեղամաս, ձայնը վստահում համար 4 մայր Հայաստան կուսակցությանը, իսկ մենք ապացուցում ենք ձեզ մեր գործով, ոչ թե խոսքով։ Շնորհակալություն։ Սիրելի զվարթնոցիներ, Մայր Հայաստանը ողջունում է բոլորին եւ ասում է ողջույն զվարթնոց։ Հիշեցնում ենք, որ մենք քվեաթերթիկը համար 4-ն է, Մայր Հայաստան համար 4, Մայր Հայաստան համար 4։ Զրուցելով շատերին հետ տեսնում ենք, որ հույսը կորել է։ Այո, դուք ճիշտ եք, որովհետև 2018 թվականին այն թրքահպատակ խմբակը, որ այսօր մեր երկրում ստանձնել է իշխանությունը, խաղալով բոլորի զգացմունքների հետ վերցրեց իշխանությունը եւ ստանձնեց որոշակի պատասխանատվություններ, բայց թշնամի երկու պետությունների առաջ։ Այսօր, որպեսզի մենք բոլորս նորից վերգտնենք մեր հայկականությունը, գտնենք Հայաստանի Հանրապետությունում հայեցի ապրելու, արժանապատվորեն ապրելու, մեր սահմանները անառիկ պահելու, անվտանգ պահելու հնարավորությունը պետք է ապավինենք ազգային ուժերին։ Այսօր Մայր Հայաստանը կանգնած է որպես ազգային ուժ։ Մեր ներկայացուցիչները, Մայր Հայաստանի Վաղաշաբաթի հավաքանու ներկայացուցիչները կուր թիմ են, 33 հոգի, որը խորհրդանշական է, խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ապրած տարիները, սա ևս խորհրդանշական է այս օրերին, որովհետև տեսնում եք, որ Փաշազադեն հրահանգել է, որպեսզի այստեղ գործող կառավարությունը փորձի հնարավորինս մեր եկեղեցիներին անվանել չուրաններ եւ դարձնել մզկիթներ։ Մենք այստեղ ենք, որպեսզի չթույլ տանք այդ ամենը, մենք այստեղ ենք, որպեսզի պահպանենք մեր հավատքը, մենք քրիստոնեությունը առաջինը ընդունած պետությունն ենք, երկիրն ենք, Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է եւ Էջմիածնեցին չպիտի արժանապատվությունը կորցրած լինի։ Էջմիածնեցին չպիտի քայլի առանց ասֆալտապատման փողոցներով։ Էջմիածնեցին չպիտի լինի գործազուրկ, ոռոգման ջրի խնդրի առջև չպիտի կանգնի։ Երեք Չարենցի թաղամասում մեզ մոտեցան եւ ասեցին, որ 21-րդ դարում իրենք ապրելով Հայաստանի Հանրապետության հոգևոր մայրաքաղաքում չունեն էլեկտրաէներգիա, չունեն ջրամատակարարում, չունեն գազամատակարարում եւ որ ամենասարսափելին է չունեն կոյուղատար համակարգ։ 7 տարի քաղաքացիական պայմանագիր խմբակը լինելով Էջմիածնում, Վաղաշաբաթ համայնքում միահեծան իշխանություն որևէ խնդիր չի լուծել եւ այսօր առանց ամաչելու կարողանում են նորից քարոզարշավի մասնակցել։ Սիրելի զվարթնոցիներ, դուք քվեաթերթիկը ձեր ձեռքում լինելու եք ձեր խղճի հետ մենակ։ Ինքներդ եք որոշելու, արդյոք ձեր երեխաների աչքերի մեջ կարողանալու եք նայել բաց արժանապատվորեն, թե կրկին հպատակվելու եք մեր երկու թշնամի պետություններին։ Ուստի միակ ընտրությունը, ազգային ուժը, որ այսօր բաց ճակատով կանգնել է ձեր առջև եւ մեր լիազորություն ունենալու ընթացքում բաց ճակատով կարող ենք օրինակ բերել Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության գործառնությունը, որ տարին 12 ամիս, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ երևանցիների կողքին ենք, բարձրաձայնում ենք բոլոր խնդիրները եւ հնարավորինս փորձում ենք այդ խնդիրներին լուծումներ պարտադրել։ Գյումրու ավականու Մայր Հայաստան խմբակցությունը նորից բերում է հիանալի փոփոխություններ Գյումրի քաղաքում եւ մենք վստահ ենք եւ վստահեցնում ենք ձեզ, որ ձեր քվեն ստանալու պարագայում դուք եւս վստահ եք լինելու, որ իշխանությունը այլևս իրականում պատկանելու է ձեզ, որովհետեւ Մայր Հայաստանը հասանելի է լինելու ձեզ, ոչ թե թիկնազորի օգնությամբ, թիկնազորի ուղեկցությամբ, ձեզնից թաքնված է քայլելու, այլ բաց ճակատով նորից քայլելու է ձեր փողոցներում, դուք կարողանալու եք ձեր խնդիրները բարձրաձայնել եւ խնդիրների լուծումներ ստանալ։ Ուստի միակ ճիշտ ընտրությունը Մայր Հայաստան քվեաթերթիկ համար 4։
քվյաթերթիկ համար 4 Մայր Հայաստան։ Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվյաթերթիկն ենք, մենք ձեր թաղամասում արդեն եղել ենք, ձեր տներով անցել ենք, երբ որ ստանում ենք ձեզանից աջակցություն ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Մենք հիմա այցելել ենք ձեզ մոտ, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը, որը ինչպես համայնքի զարգացմանն է վերաբերում, այնպես էլ մեր երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակին։ Մենք գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կոչվող խմբակի թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն ենք։ Մենք կոչ ենք անում ձեզ մերժել այս ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագրին և ձայնը տալ Մայր Հայաստանին, որը ինչպես ձեր փողոցները, խաղահրապարակները, համայնքը զարգացնելու ծրագրերը ներկայացնում, նաև ներկայացնում է ծրագիր, որ մենք պետք է համապետական մասշտաբով հասնենք իշխանափոխության։ Դրա համար կոչ ենք անում ձեզ նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել ընտրությանը և ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, Ժորժան եկեք ծափարենք մեզ հետևողներին, պատշգամբներից, պատուհաններից, ես փոքրիկներ եմ տեսնում, իմացեք, որ Մայր Հայաստանի ծրագրում կա մանկապարտեզները անվճար դարձնելու կետ, սրանք վճարով են դարձրել, մենք չեղարկելու ենք այդ որոշումը և համայնքապատկան բոլոր մանկապարտեզները լինելու են անվճար մեր երեխեքի համար։ Նաև իմացեք, որ Զվարթնոցի ձեր հայտնի այդ զբոսավայրը, որ կա կարուսելի, որը հիմա լքված վիճակում է, մենք ամբողջությամբ վերականգնելու ենք և վերադարձնելու ենք մեր համայնքի բնակիչներին։ Այնպես որ միացեք մեր պայքարին, միացիր, միացիր, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, միացիր։ Շարունակում ենք հարգելի հետևորդներ շայցը և վակ անցնելով Զվարթնոցի ժողովրդին ներկայացնում ենք մեր ծրագրերը մի տարեցկին հավաքություններ են Երևանը սա մենք հասկանում ենք բայց պետք է փոխենք այս իրավիճակը Ոստանես դում եք դպրության Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Այս ընտրություններին մենք մասնակցում ենք թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Անպայման մասնակցեք և ձեր քվեով իշխանազրկեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու դրա դրածոներին։ Ձեր ձայնը տալով Մայր Հայաստանին թիվ 4 քվեաթերթիկին դուք սկիզբ եք դնով համայնքի և Հայաստանի զարգացման ու խաղաղ առաջընթացի համար։ Մենք ձեզ կոչ ենք անում մերժել օրվա թրքահաճո իշխանություններին և ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին, որը օրվա իշխանության թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն է։ Մենք պաշտպանում ենք
հայ առաքելական Սուրբ եկեղեցին ադրբեջանահաճո հարձակումներից մենք պաշտպանում ենք հակաքրիստոնեական շարժումը, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը եւ որը վախենում է գա այս ընտրությունների եւ ներկայանա վաղաշաբաթցիներին։ Ինքը թաքնվում է ոստիկանների եւ մյուս ուժային կառույցների հետևում եւ թուրքական հրահանգով հարձակվում է մեր գավառանքի, մեր Սուրբ եկեղեցու եւ հայ ժողովրդի դեմ։ Մենք մերժում ենք այդ մոտեցումները եւ ձեզ կոչ ենք անում միանալ մեր պայքարին, ընդամենը այցելելով ընտրատեղամասեր եւ քննարկելով համար 4-ի օգտի։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիկ, որ փոխենք, միացիկ, որ փոխենք։ Համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշաբաթ սուրբին էչ միասին իմ այ Հայաստան Վաղաշաբաթ ոստան ես դում էլ դրբրության տապցիտ ոչնավ նոր պայքարի ողջայության Միասին իմ այ Հայաստան Կանցնեն նորեն ատելության ու տխրության Հետել են շամը կողակի սուխտիության Սվարտոցի հայրերի բնակիչներ, ձեզ ողջունում եմ այ Հայաստանը, քվեաթեթնիկ համար 4, եկեք միատ ողջունենք մեր քաղաքացիներին Մենք եկել ենք ձեր դուրը որպեսզի ներկայացնենք մեր մոտեցումները այս ընտրությունների եւ ընդհանրապես Հայաստանի զարգացման հետ կապված։ Բոլոր իշխանությունը հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ինչի մենք դեմ ենք։ Դուք գիտեք, որ այլ Հայաստանի ներկայացուցիչները շատերից բնակարաններ այցելել են եւ ստացել են աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Մենք ուզում ենք նաեւ ձեզ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն եկեղեցու դեմ է դուրս եկել, այլ ուզում է դավանափոխ անել հայերին։ Դա հակաքրիստոնեական շարժում է, որը մենք մերժում ենք եւ այս ընտրությունները հրաշալի առիթ են, որպեսզի մենք քաղաքական ապտակ հասցնենք այս անհավատներին, այս անաստվածներին։ Մենք ունենք նաեւ ծրագիր համայնքի զարգացման հետ կապված։ Իշխանափոխության պարագայում մեր խնդիրները, որոնք այստեղ մենք տեսնում ենք, լուծումներ են ունենալու։ Մենք խաղաղապարակների, բակերի կարգավորման, բարեկարգման, տրանսպորտի հետ կապված բոլոր մեր առաջարկներ ունենք եւ ձեզ կոչ ենք անում անպայման ծանոթանալ ծրագրերին եւ նոյեմբերի 16-ին կատարել ճիշտ ընտրություն, որը մենք պատկերացնում ենք իշխանության այսօրվա գործող իշխանության հեռացման եւ նոր իշխանության ձևավորման միջոցով։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք պարզ երեսով ամբողջ քաղաքական թիմով եկեք կանգնել ենք ձեր առաջ, շփվում ենք մարդկանց հետ տունարդում, գյուղ եւ բակեր ենք այցելում, ներկայացնում ենք մեր ծրագրերը, ակնկալում ենք ձեր աջակցությունը, որպեսզի օրինակ սրանց դարձրած վճարովի մանկապարտեզները դարձնենք անվճար, դա մեր ծրագրային կետերում կա։ Սվարտոց թաղամասի հետ խաղաղապարակը հայտնի Սատանյանի հաշվածը ամբողջությամբ բարեկարգենք, վերականգնենք իր նախնական տեսքից էլ ավելի լավ տեսքի բերենք, որպեսզի հաջորդ զբոսավար դառնա ոչ միայն Սվարտոցի բնակիչների, այլև Վաղաշաբաթ համայնքի, ինչու՞ չէ նաև Երևանի ցեկողների համար, մյուս քաղաքի ցեկողների համար։ Մենք անպայման ուզում ենք, որ դուք մասնակցեք ընտրության, ձեր քվեով աջակցեք մեր ծրագրերին, մենք Մայր Հայաստանն ենք,
թիվ 4 քվեաթերթիկն է, եթե այս իշխանությունները մնացին, անել են այն նույն բանը, ինչ որ արել են մյուս համայնքներում, բերել են թանկացումներ, թանկացնել են գույքարկը, աղբանությունն են թանկացնելու, տրանսպորտն են թանկացնելու, մտնելու են ձեր գրպանները, տեղական տուրքեր վճարներ են թանկացնելու։ Ես սա վստահաբար պնդում եմ, որովհետև իրենք այդ ամեն ինչը մյուս համայնքներում արել, սկսած Երևանից վերջացած մյուս քաղաքներն ու համայնքները։ Այնպես որ ձեր ընտրության միջոցով դուք կարող եք հիմքեր դնել, ինչպես Հայաստանում իրականացվելի փոփոխությունների, այնպես էլ համայնքի զարգացման համար։ Դրանք կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրությանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, համացանցի միջոցով, բուկլետների միջոցով, ծանոթացեք մեր ծրագրերին, մերժեք այս օրվա անաստված իշխանությանը եւ ձեր ձայնը տվեք իրական դիմադի ուժերին եւ հատկապես Մայր Հայաստանի, որը թիվ 4 քվեաթերթիկն է։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիկ, որփոխեք, միացիկ, որփոխեք։ Ժողովուրդ միած ծափարին ողջունենք, ովքեր մեզ լսում էին իրենց բնակարաններից, անպայման մասնակցեք, սիրելի քաղաքացիներ, եթե դուք չմասնակցեք, ընտրակեղծիքների հավանականությունը կմեծանա, սրանք վարչական ռեսուրսներ են կիրառում, պետական աշխատողներին ստիպողաբար տանում են իրենց հետ հանդիպումների, այդ աշխատողներին ստիպում են, որ իրենց օգտին քվեարկեն։ Այս ամեն ինչը դեմը առնելու համար դուք պետք է պարտադիր մասնակցեք ընտրություններին, որ ձեր քվեն չգողանա։ Շատ կարևոր է սրանց, առանց վախի, առանց ընկրկելու, առանց հուսահատվելու, առանց հիասթափվելու, մասնակցում եք ընտրության եւ ձեր քվեն տալիս եք համար 4-ի։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Հարգելի վաղարշապատի բնակիչներ, անպայման մասնակցեք նոյեմբերի 16-ին կայանալիք ավականու արտահերթ ընտրությանը։ Դա ոչ միայն համայնքային, այլ նաև համապետական նշանակություն է ունենալու։ Ամբողջ Վաղարշապատը դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը, քանի որ Վաղարշապատում է վճռվելու շատերի ճակատագիրը, մեր երկրի ճակատագիրը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար պետք է հեռացնել օրվա իշխանությանը, որը թուրքական ու ադրբեջանական պատվերներ է կատարում։ Մենք պետք է մերժենք այդ քաղաքականությունը եւ սկիզբ դնենք զարգացման համար։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Զվարթնոցի հարգելի բնակիչներ, անպայման մասնակցեք ընտրությանը։ Սա կարևոր նշանակություն է ունենալու, ինչպես ձեր համայնքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Ամբողջ աշխարհը հետևելու է, արդյոք կարողանում է Նիկոլ Փաշինյանը մարսել, քրքահաճո իր քայլերը ընդդեմ մեր հավատքի, մեր եկեղեցու, թե չի կարողանալու։ Դրա պատասխանը տալու եք դուք ձեր մասնակցությամբ եւ ձեր քվեարկությամբ։ Մենք ողջունում ենք ձեզ։ Այդ երեխեքի ճակատագիրը ձեր ձեռքերում է, ժողովուրդ ջան։ Երեխեքի մանկապարտեզից սկսած սրանք թանկացրել է, վճարով է սարքել։ Մենք դեմ ենք դրան։ Տրեք մեզ ուժ, տրեք մեզ քվե եւ մենք դրական փոփոխություններ կբերենք։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ մերժեք քրքահաճո այս իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որփոխեք, միացիր, որփոխեք, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, միացիր, որփոխեք, միացիր, 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 միացիր։ Հարգելի քաղաքացիներ, ոչ վախեցար բալես, դե լավ է։ Հարգելի քաղաքացիներ, ձայնը բարձր էր, երեխեն մի քիչ շշկնվեց։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Այս ընտրությունների մենք մասնակցում ենք
4-րդ քվեաթերթիկի ներքո մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, մերժել օրվա փրկարարչո իշխանությանը եւ սկիզբ դնել համայնքի զարգացման, մեր երկրի խաղաղության, իրական խաղաղության համար։ Օրվա իշխանությունը պատերազմ, պարտություն, ավեր, զոհեր եւ ողբերգություն է բերել։ Մենք մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված խունտային եւ ձեզ կոչ ենք անում ձեր քվեարկության ուժով սկիզբ դնել զարգացման, անվտանգության եւ խաղաղության համար։ Ինչ վերաբերում է համայնքային կարգին, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնց միջոցով եւ փողոցների վիճակը, եւ թափառող շների հետ կապված հարցերը, եւ քաղաքական շների հետ կապված հարցերը, այս դրանք բոլորը մենք լուծումներ ունենք եւ առաջարկում ենք։ Այնպես որ համայնքը, որը նաեւ աղբի խնդիր ունի, միասնական ջանքերով մենք պետք է մաքրենք համայնքը աղբից եւ քվեարկության միջոցով մաքրենք համայնքը մեր երկիրը քաղաքական կեղտից։ Այնպես որ ձեր քվեարկությունը շատ կարևոր է։ Մենք առաջարկում ենք տրանսպորտային համակարգի բարեփոխում, որը անմխիթար վիճակում է թոշակառուների համար, հաշվանդամների համար, ուսանողների համար, պատերազմում զոհված ընտանիքների համար։ Մենք տրանսպորտը առաջարկելու ենք կամ անվճար կամ զգալի զեղչով։ Այս վիճակը որ կա շատ անմխիթար է։ Ժողովուրդ ջան, ամենակարևորը ծրագրի զարդերից մեկը Զվարթնոց թաղամասի սկզբնամասում դուք գիտեք, այդ Սատանի անիվ կոչված կարուսելների հատվածն է, որը լրիվ ուրվականային քաղաք է իշխացնում, լքված վիճակում է։ Մենք խոստանում ենք ձեր քվեի պարագայում, իշխանությունը ստանձնելու պարագայում, անճանաչելիորեն վերականգնելու ենք այդ հատվածը եւ սարքելու ենք հրաշալի զբոսավայր ոչ միայն զվարթնակիչների, այլ նաեւ Վաղաշապատ համայնքի եւ ընդհանրապես երևանցիների համար են։ Այնպես որ ձեր քվեի ուժով տվեք մեզ այդ հնարավորությունը եւ պահանջեք մեզանից։ Եվ ամենակարևորը մասնակցեք ընտրության, որպեսզի կանխենք ընտրակերտիկները։ Մենք համար 4-ն ենք, Ջորջան եկեք մեզ հետևողներին մի հատ ողջ ունենք, ծափարում ենք ձեր ցավը տանեմ, անպայման մասնակցեք։ Քվեարկեք, եթե նույնիսկ ոչ մերոտնին, ապա սրանց դեմ, իսկ որպեսզի հասնեք հաջողության եւ ունենանք զարգացում, քվեարկեք Մայր Հայաստանի P4-ի օգտին, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, խնդրեմ անցեք։ Համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի համար 4 միացիր։ Այո, ողջունում ենք ձեզ։ Շաբաթ սուրբի մեջ միասին Մայր Հայաստան Շաբաթ ոստան ես դու մեր դպրության Տապցի կոչնակ նոր պայքարի ողջայության Ողջունում ենք ձեզ։ Մենք 4-ն ենք, Մայր Հայաստան։ Երկրի բազե Սերին հարաշապատ սուրգի Էջ միասին Մայր Հայաստան Կանցնեն օրեր Ատելության ու տխրության Երկել է ժամը կողաչի շուշնիության
Արտոնից մեծ ապահարվել մեկերի հաս։ Ինչոս, վայ Հայաստան։ Վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան Համաչոս Հայր Հայաստան Համաչոս Հայր Հայաստան Միացին 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 Մայր Հայաստան կուսակցություն կրեատիվի կամաչոս Ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը, այդ ենք բարձր ձեռքերով, պատրաստական, լավդամատությամբ, նոյեմբերի 16-ին գնանք տեղամաս, դիվջորդ գնաթերթիկ, Մայր Հայաստան, ձեր ձայնը տալիս եք, եկ վստահ եք լինում, որ ընդրվս Մայր Հայաստանի, դուր ձեր կվերտուրել եք մի ուժի, որ է գիտակցում թե համայնքային խնդիրները, թե համապետական խնդիրները, թե սատարումա, հայավակ բերական եկեղեցուն, մենք ձեզ ողջունում ենք, մենք մեր պատրաստականություն եք հայտնում, որ Մայր Հայաստանի հավաքանու ընտրված ներկայացուցիչները լինելու են միշտ ձեզ հասանելի օրը 24 ժամ, շնորհակալություն, լավ եղեք, ողջունում եք ևս մեկ անգամ, դիվջորդ Մայր Հայաստան, միացին, որ փոխեք, միացին, որ փոխեք, միացին, որ փոխեք, շնորհակալություն։ Համաչոս Հիմա զվարթնոցում ենք Մայր Հայաստան թող տեղյակ լինեն, որ զվարթնոցում ենք եւ հանդիպում ենք բակերում բնակիչների հետ ներկայացնում ենք Մայր Հայաստան կուսակցություն կրեատիվի կամաչոս միացիր, որ փոխենք Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան Վաղաշապատ Ոստանն ես դու մեր դպրության Դապսի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Հազարավոր աչակ մասի Ողջունեք մեր հայրենակիցների Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան Կանցեն օրեն ատելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սեր տորասին կապ քուհավոր Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան Ողջունում եք ձեզ Չարին վատին, ստին ու անհավատին Մայր պաչալին, լույսը հորդին Կեզ պահպանի աստորոտին Սերին վաղաշապատ սուրբին էջ միացին իմ այլ Հայաստան Սերին վաղաշապատ սուրբին էջ միացին իմ այլ Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրուշարության Դավիթ Կարապետյան Ուսինյան Լուկաշյան Կրեատիվի կամաչոս միացիր որ փոխենք Մայր Հայաստան կուսակցություն Կրեատիվի կամաչոս միացիր որ փոխենք Մենք քայլ ենք Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ այլ Հայաստան
Համար 4 Մայր Հայաստան Միացիր 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 Մենք այս պահին շարունակում ենք Զվարթնոցում մեր քայլարշավը, այսպես ասած, որպեսզի հանդիպենք բնակիչների հետ, ներկայացնենք մեր ծրագրերը եւ այս շփումով մարդիկ իրենց պատահաններից, պատշգամբներից միանում են եւ լսում են մեր ծրագրերը եւ կարծում սա շատ արդյունավետ շփման ձև է, մանավանդ այցելելով նաեւ կոնկրետ խնդիրների հետ առնչվում ենք, ասենք, բակերի վիճակը, աղբանության վիճակը, այս ամենը հայտ երևում է եւ ոնց որ տեղում նաեւ խնդիրների հետ ծանոթանում ենք։ Ոստանես դում են դրության, դապսի փոշնավ, նոր պայքարի կոնքայության։ Ողջույն, սիրելի հեչվածինցիներ, հարգելի Զվարթնոցի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստանը։ Մենք որպեսզի իրենց օպտիմալ դիրք ընդունենք, որ շատ տարբեր շենքերի ստեղծեն մեզ, ողջունում ենք ձեզ, բարի երեկո։ Մենք անկեղծ ասած տարեզարշավի մեկնարկին շատ լավ նախապես գիտեինք, թե ինչ լավ ջերմ ընդունելության ենք արժանանալու, բայց որ այս կարգի ժողովուրդը լավ ազդանշան կտա ջերմ ժպիտներով, ողջույններով, անկեղծ ասած հաճելիորեն ուրախացած ու զարմացած ենք։ Մենք իմ շուրջ քրեատիվն ենք։ Մենք ներկայացնում ենք Հայ Հայաստանը։ Մեր ցուցակի ներկայացուցիչները ճանապարհացած կառավարչական փորձ ունեցող հանրականություններ, ինչպես նաև երիտասարդական մոտիվացիայով դեպսող քաղաքացիներ։ Մենք բոլորին կոչ ենք անում, նախ անպայման մասնակցեք գտնություններին, անպայման գնացեք տեղամաս։ Ձեր քվեն վճռորոշ է լինելու։ Գնացեք տեղամաս եւ ձեր տեսակետը քաղաքացիական հայտնեք։ Մենք առաջարկում ենք ձեզ իրական, ռեալ, գաղափարական այլընտրանք օրվա իշխանությունների համեմատ։ Քաղաքացիական պայմանագիրը 18 թվականից ի վեր իշխում է թե հանրապետությունում, թե մասնավորապես Էջմիածնում։ Թե ինչ է կատարվել երկրի շուրջ եւ ինչ է հիմա կատարվում, բոլորը հրաշալի գիտեք։ Բոլորը գիտեք նաեւ, որ իրենց կուսակիցը աչքի ընկել միայն կոռուպցիոն սկանդալներով ու կայակոծներով չգիտեմ ինչերով։ Այս ամխիթար, այս անհուս իրավիճակը, որ ստեղծված է քաղաքի հետագարուսվածքների մասով, մենք չի որ պետք է ձեզ պատմենք։ Ուղղակի մենք ուզում ենք դուք իմանաք, որ մենք այդ ամեն ինչը ուսումնասիրել ենք։ Տրանսպորտ շքամուտքերի վերանորոգում, կտուրներ, մանկապարտեզները դարձել վճարովի, եւ այդպես շարունակ ու դրան զուգահեռ մենակ սուտ են տարածել կեղծիք եւ տևական ժամանակ է արդեն հարձակվում է մայրաթովի վրա, գրում են հողանավակում կեղծ պատարակներ են անում, մարդկանց հրապցնում են այլ զուգահեռ իրականություն, բայց մենք բոլորը շատ լավ գիտենք ինչ է կատարվում, թե երկրում, թե երկրի շուրջ։ Այս իշխանությունները բերել են ավեր, կոտորած, պատերազմ, կորուստներ, ցավ ու կսկիծ, իսկ պետական առումով թշնամիների առաջ նվաստացում եւ ստորացում։ Այդ ամենի վերջ տալու համար մենք ձեզ առաջարկում ենք հրաշալի հնարավորություն։ Անպայման գնացեք ընտրատեղամաս, ձեր ձայնը տվեք թիվ 4-ին, 4 քրեաթերթիկը ներկայացնում եմ Հայ Հայաստանը։ Հայ Հայաստան, Համար 4, Համար 4, Հայ Հայաստան, Ելցեք, որ փոխեք, Ելցեք, որ փոխեք, Ելցեք, որ փոխեք։ Այժմ խոսքը փոխանցում եք մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանին։ Զվարթնոց թաղամասի սիրելի բնակիչներ, իմ գործընկերները ամեն ինչ այնպես պարզ ներկայացրեցին, որ ինձ մնում է միայն կոչ անել, որ անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քրեաթերթիկն է համար 4-ը,
Եվ օգտվելով առիթից ես մեր ծրագրերից մի երկուս ուզում եմ նշել, մենք ամբողջ Վաղաշապատ խոշորացած համայնքի բնակիչների խոսք ենք տալի, որ մանկապարտեզները լինելու են անվճար եւ Զվարթնոցում, այսպես ասած, սատանի անիվ կարուսել այդ բակը վերանորոգելու ենք, դառնալու է շատ սիրուն, շատ ժամանակակից ժամանցի այգի։ Ուստի այդ ամեն ինչը ունենալու համար ձեզ բոլորիդ կոչ ենք անում միանալ մեզ, ընտրել համար 4-ին, միացիր, միացիր, Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացրել բազմաթիվ ծրագրերով, ես ուզում եմ կոչ անել հայ մայրերին, հայ կանանց, հայ աղջիկներին, սիրելի և հարգելի մայրեր, սիրելի քույրեր, սիրելի կանայք, ոչ եմ անում ձեզ, որպեսզի բոլորս միասին դառնանք մի գուր և կատարենք մեր ընտրությունը, մեր ապագան, մեր ճիշտ ընտրությունը, դրանք տեղամաս մեր ձայնը բարձրացնենք որպես կին, որպես հայուհի և վաղվա ապագա սերունդի մայրեր, հարգելի բնակիչներ, բազմաթիվ խնդիրներ ունի թաղամասը, ինչպես տեսնում ենք բակերում, այգիներում, ունենք տրասպորտի խնդիր, Զվարթնոցի բնակիչը տեղափոխություն կատարելիս Երևան էջրատին տեսել եք, ինքներս կրացել եք, թե ինչպես է տեղափոխվում, մի եք կրծված կամ կանգնած, շատ վաղ վիճակում, ունենք քաղաքային տրասպորտ, որ կապում է էջրատի համայնքի, ունենք բազմաթիվ խնդիրներ, մենք այդ ամենը ներառելով ծրագիր ենք կազմել և ձեզ ենք ներկայացրել մեր ծրագրով։ Ծանոթացեք մեր ծրագրերին, իսկ աջակցեք մեզ, որպեսզի մենք ապացուցենք ձեզ մեր գործով։ Մենք չենք եկել այստեղ խորհուրդներ տալու, մենք չենք եկել այստեղ ձեզ ասելու թե ինչ անենք, դուք եք ձեր քույրերի իրավունքը, տերը, դուրս եկեք տներից, գնացեք նոյեմբերի 16-ին տեղամաս և բարձրացրեք ձեր իրավունքը, ձեր ձայնը, որպեսզի փոխենք մեր հայրենիքը։ Ողջույն սիրելի վաղաշապատցիներ, ողջույն Զվարթնոց բնակչության բնակիչներ, ողջույն եմ Մայր Հայաստան կուսակցությունը։ Մայր Հայաստանը եկել է ձեր բանկ հաշտակապով, դեռ մեկ ամիս առաջ Մայր Հայաստան կուսակցության մեր եկելներով տուն անկում փոխել ենք, ձեր խնդիրների ծանոթացել ենք, ձեր հոգսերի ծանոթացել ենք և ձեր առաջարկները ներառել ենք մեր ծրագրի մեջ։ Առաջարկները ներառել ենք և այդ առաջարկները իրականացնել դառնալու, երբ որ ձեր վստահության քվեն մենք ստանալու ենք։ Առաջիկա օրվանից մենք բակերի հետ կապված խնդիրները, ինչպես նշեցին իմ ընկերները, մանկապարտեզի հետ կապված խնդիրները, որ սրանք թանկացրել են։ Մանկապարտեզները լինել են անվճար, որը որ ձեր իսկ ընտանեկան բյուջեի վրա երևալու է։ Սիրելի վաղաշապատցիներ, կոչ ենք անում ձեր ձայնը տալ Մայր Հայաստանի, մենք հրատետիկով 4-րդ համար ենք, մենք մեր փորձով, մեր գործով ապացուցել ենք Երևանում, թե ինչպես ենք աշխատում, քաղաքացու կողքին ինչպես ենք լինում։ Մենք 24/7 ռեժիմով քաղաքացու բարձրացնում ենք քաղաքացու խնդիրներ, գնում ենք նրա հետևի լուծումներ առաջարկում։ Եվ թիվ մեկ ամբիոնից բարձրացնելով այդ խնդիրները լուծումներ են ստանում։ Խոսանում ենք ձեր քվեն ստանալուց անմիջապես հետո ձեր բարձրացած խնդիրները և որ մենք տպել ենք տուն առ տուն իրագործել ենք միասին։ Միացեք, որ փոխենք։ Միացեք, որ փոխենք։ Քրատերդիկ համար 4, Մայր Հայաստան։ Միացեք, որ փոխենք։ Շնորհակալ ենք։ Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Վաղաշապատում կայանալիք ընտրությունները ունենալու են վճռորոշ նշանակություն։ Ամբողջ հայազգը, ամբողջ պետությունը հետևելու է Վաղաշապատի ընտրությանը, որովհետև Վաղաշապատում է մայրաթոռը, Վաղաշապատում է քաղաքական գործընթացի կիզակետը։ Վաղաշապատն այսօր
Հայաստանի քաղաքական մայրաքաղաքն է դարձել, որովհետև այս ընտրությունը ունենալու է նաև համապետական նշանակություն։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեի ուժով վերջ դնել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և դրան կցված թուրքական 5-րդ Շարասյանը և սկիզբ դնել համայնքի զարգացմանը, իրական խաղաղությանը, իրական անվտանգությանը։ Նիկոլ Փաշինյանը ուզում է դավանափոխանել հայերին և սկսել է հակաքրիստոնեական, հակաեկեղեցական շարժում, որը նաև մեր պետականության դեմ է։ Համայնքում և ամբողջ Հայաստանում դրական փոփոխություններ ստանալու համար անհրաժեշտ է մասնակցել ընտրությանը և ձեր քվեն տալ Մայր Հայաստանին, թիվ 4-ի։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխի, միացիր, որ փոխի։ Ժողովրդան եկեք շնորհակալություն հայտնենք մեզ հետևողներին և ողջունենք նրանց, հայրիկ ջան, ողջունում ենք ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Հարգելի քաղաքացիներ, դուք էլ անպայման մասնակցեք, բոլորդ մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեն շատ կարևոր է, որպեսզի ընտրակեղծիքների դեմն առնենք, մենք պետք է շատ բարձր մասնակցություն ցուցաբերենք ընտրությունների, որպեսզի համայնքը զարգանա, որպեսզի երեխեքը խաղալու տեղ ունենան, որպեսզի մեր երկրում իրական խաղաղություն լինի, որպեսզի Թուրքիա առած կզած չլինենք, որպեսզի Ադրբեջանը իր պահանջները մեզ չթելադրի և որպեսզի մեր երեխեքը անվտանգ ծառայեն, մեր սահմանները լինի անվտանգ, դրա համար անհրաժեշտ է մասնակցել ընտրությանը և ձայն տալ Մայր Հայաստանին, Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, ողջունում ենք ձեզ, ողջունում ենք, անպայման մասնակցեք ընտրությանը, անպայման և ձեր քվեով ձևավորեք ազգային իշխանություն և Վաղաշապատ համայնքում և ամբողջ Հայաստանում արդեն հետագայում։ Վաղաշապատի ընտրությունը կարևոր համապետական նշանակություն է ունենալու։ Մասնակցեք և ձևավորեք ձեր քվեով այնպիսի իշխանություն, որը ձերով ձերով է ապրելու, և երկրի հոգսերով է ապրելու։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխի, միացիր, որ փոխի։ Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք Զվարթնոցում հանդիպել բնակիչների հետ և ներկայացնել մեր ծրագրերը։ Ամենօրյա ռեժիմով է քարոզարշավը։ Սա մենք համարում ենք քաղաքական ընտրություն, այդպես էլ կա, չի կարող լինել ընտրություն բառը և լինել ապաքաղաքական։ Սա շատ կարևոր քաղաքական նշանակություն է ունենալու և այս առումով մենք պատահական չի, որ ամբողջ քաղաքական թիմով ներգրավված ենք այս ընտրությունների մեջ, որովհետև Վաղաշապատում նաև համապետական խնդիրներ են լուծվելու, ես կասեի նույնիսկ հավանաբանական խնդիրներ են լուծվելու։ Այնպես որ սիրելի Վաղաշապատցիներ, Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ուշադիր եղեք, և ձեր քվեով ձևավորեք նոր իշխանություն, ՔՊ-ի այս թալանչի կոռուպցիոներներից զերծ իշխանություն։ Ողջունում ենք ձեզ ապրելության ու տխրության եկել է ժամը կողաչի սուսնի Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, Ժողովրդան եկեք ծափարենք մեզ հետևողներին, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, մայրիկներին, տան կանանց, տան տիկնոջը, որ հիմա հետևում է, մենք ձեզ ասենք, որ սրանք մանկապարտեզները վճարով են դարձրել, մենք անվճար ենք դարձնելու, վերանայելու ենք ես սրանք թալանչիական որոշումը, այնպես որ ուշադիր եղեք, հետևեք մեր ծրագրերին
հետևեք մեր եթերներին, համացանցով կամ այլ տարբերակով, ծանոթացեք բոլորի ծրագրերին եւ կատարեք ճիշտ ընտրություն, իսկ ճիշտ ընտրությունը առաջին հերթին դա քաղաքացիական պայմանագիր կոչված խորհրդային մերժելն է։ Այդ թքաճով Ադրբեջանի առաջ կրացած Նիկոլ Փաշինյանի խմբակի մերժելն է։ Դու Նիկոլ Փաշինյանը ասում են արուսը հետն է։ Արուսը բաղին աստոր, որովհետև արուսը մեր սիրելի հերոսներից է ֆիլմի։ Իսկ այստեղ ունենք վատ հերոս, Արուսը, որը ուրացել է իր եղբոր հիշատակը։ Այդ երկուսին միասին այդ ուրացողների դաշինքին պետք է մերժել եւ քվեն տալ թիվ 4-ին, Մայր Հայաստանին։ Համարչոր Մայր Հայաստան։ Շնորհակալություն, ողջունում ենք ձեզ։ Այս պահին մենք ինչպես Զվարթնոց հատվածում Ստքոսրա կա, այդ Ստքոսրայի կողքով ենք անցնում, դրա համար կդադարեցնենք եւ երաժշտությունը եւ մեր բարձրախոսով շփվելը քաղաքացիների հետ։ Այս հատվածից կանցնենք, հետո նորից կշփվենք քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ, շատ արդյունավետ եմ համարում, ողջունում ենք ձեզ, շատ արդյունավետ եմ համարում այս շփման ձևը, որովհետև մեծ թվով մարդիկ կան, ովքեր չեն իջնում բակ եւ կարող է հարմար չի իրանց այդ պահին իջնելը, բայց իրենք պատուհաններից եւ պատշգամբներից հետևում են, իրենց արձագանքներից զգում ենք էներգետիկան, մարդիկ կան կարող են տանը նստածել, լսել կամ համացանցով հետևել, այսինքն պարտադիր չի, որ այսպես հազարավոր մարդկանց հավաքել, մենք այդ փորձը ունենք, որ մարդկանց հետ ուղիղ շփումների միջոցով կարողացել ենք տեղ հասցնել մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր մոտեցումները եւ այդ ձևը հիմա էլ ենք կիրառում, բացի այն, որ մեր նոր տեխնոլոգիաներն ենք օգտագործում, համացանցային, սոցցանցային, նաեւ ուղիղ շփումները կարծում եմ շատ ճիշտ ձև է, որովհետեւ մարդիկ կարող են գալ, բողոքել, օրինակ քննադատել կամ քաջալերող խոսքեր ասել, դու արդեն մարդկանց հետ շփվելուց զգում ես, թե ինչպիսի տրամադրություններ կան, ինչպիսի մոտեցումներ կան եւ այդ ամեն ինչը նաեւ մեզ հուշում է, թե ինչպես պետք է շարունակել աշխատանքը, ինչպես պետք է շարունակել քարոզությունը։ Մայր Հայաստան հիմա մենք արդեն այն հատվածը, որը նախատեսել ենք, կարելի ասել գրեթե ամբողջությամբ սանրել ենք եւ հիմա կմոտենանք արդեն երկրափակիչ Դապսիր կոչնան, նոր պայքարի ողջայության Հազորավոր, արջատ մասիր Վազը, ետրին բազիր Սեր, արաշապատ, սեր, էջվի ասին Իմ այ Հայաստան Կանցնեն նորեր Ելության ու տխրության Եկեր է ժամը կողաչի շուշնիության Սեր օրասի կողքու համոր Վաղաշապատ Սեր վաղաշապատ Սուրի էջ միասի Իմ այ
Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, մի հատ ողջուն ենք ծափահարություններով, մի հատ մոտեցեք մեր ծրագիրը ներկայացրեք, ապրեք ժողովուրդ ջան։ Համարչոս Մայր Հայաստան Համարչոս Մայր Հայաստան Միացիր Որ փոխեն Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, այս ընտրությունները կարևոր համապետական նշանակություն են ունենալու, մենք պետք է միասնաբար մերժենք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին և սկիզբ դնենք դրական փոփոխությունների համար, ամբողջ Հայաստանը ձեզ է հետևելու, սիրելի վաղաշապատցիներ, հարգելի զվարթնոցցիներ, ձեր ընտրությամբ, ձեր քվեարկությամբ դուք կարող եք սկիզբ դնել դրական փոփոխությունների և ձեր համայնքում, և ձեր թաղամասում, և ամբողջ Հայաստանում։ Սա շատ կարևոր ընտրություն է, որի համար մենք պատրաստ ենք ներդնել մեր բոլոր ջանքերը, ակնկալելով ձեր աջակցությունը Մայր Հայաստանի թիվ 4-ին, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեարկությամբ վերջ դրեք այս խայտառակ, կոռումպացված և թալանչի իշխանությանը։ Սրանք ենքան թալանչիներ են, որ իրենց արդեն չկարողացան կոծկել, ստիպված փոփոխության գնացին, բայց հիմա մեկ այլ խաբերություն են անում, ցույց են տալիս, թե իբր ՔՊ-ի հետ կապ չունեցող տեխնացու են առաջադրել։ Իրենցից են ամանչում, գիտեմ, որ քվե չունեն, դրա համար էլ թաքնված են։ Նիկոլ Փաշինյանը վախենում է գա ընտրարշավին մասնակցի, եթե ունի այդքան երես, թող գա մասնակցի։ Հարգելի քաղաքացիներ, ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը։ Համարչոս Մայր Հայաստան Այս պահին մենք արդեն շրջայցի պահը ավարտում ենք և վաղը, իդեպ Զվարթնոցի բնակիչներին ասենք, որ վաղը մյուս հատվածում ենք լինելու Զվարթնոցում և իրականացնելու ենք քարոզություն, ներկայացնելու ենք մեր մոտեցումները, մեր ծրագրերը։ Այս պահին մենք գոնե ավարտում ենք և մեր գրասենյակի մոտ ենք հիմա, արդեն Զվարթնոցին և ավարտին մեր, այսպես ասած, ավանդական դարձած 1, 2, 3 Ուրա!